Այ ժողովրդի 90%-ը իրեն չի ընդունում։ Կան փոքր խմբեր, նեղ անձնական շահ ունեցող, անգիտակից շատ քիչ մասա, որոնք դեռևս չեն հասկանում, չեն պատկերացնում, չեն ընկալում ամեն ինչի լրջությունը, բայց պատասխան տալու ժամանակը բնականաբար գալու է։ Ես վստահեցնում եմ, որ պատասխան տալու ժամանակը գալու է, ընդհանրապես ոչ միայն այս իրավիճակում, կյանքում մեռնել կա, գնացեք գերեզմաններ, տեսեք մարդիկ մահանում են։ Դուք ինչ մտածում եք, դուք հավերժ եք, անաստվածի պես ապրելով, միայն ձեր ստամոքսով, միայն ձեր փորով, հասկանում եք, վերջի վերջո գիտակցեք, ստամոքսով չի որոշվում, մարդ ունի հոգին գիտեք ինչա, հոգ ու ցավը գիտեք ինչա, որտեղ սպանել են ձեր մեջ ձեր հոգիները, դուք չունեք այդ հոգին, որ հասկանաք ինչա հոգի, հոգին են չորացնում, որ դարձնեն այս ազգին նյութապաշտ փողով մատերիալ ապրանք սարքեն, նարկոտիկ են տալիս, հոգին են չորացնում, որ մարդ Աստծուց վախ չունենա, հասկանում ես, որ Աստծուց վախ չունեցավ, լպիրժանալու է ամբողջը, լպիրժանալու է դեմները չես կարողանալու առնես, այս ոստիկանապետությամբ չես կարա դու մարդ վերահսկես, մարդուն պիտի միջից փոխես, հոգուց փոխես, որ հանցագործ չդառնա, բանդիտ չդառնա, ուզում ես 1000 հատ ոստիկան կանգնեցրու, բանդիտը իր բանդիտությունը կգա կանի կգնա, որտեղ հոգին չարացած է, ինչի այսքան հանցագործությունները շատացել մեր երկրում, մեր պետությունում, որովհետև մարդկանց հոգիները չորացել է, ամեն ստից բանի համար, ելնում իրար վրա են կրակում, մի հատ արայի, մի հատ չգիտեմ ինչի, չկա հանդուրժողականություն, մարդկանց չարացրել է, մարդկանց հոգիները սպանել է, սա, այս սատանեն, այս նեռը, որովհետև էլի եմ ասում, մարդուն ուզում են սարքեն նյութ, ապրանք, առարկա, առնեն, ծախեն, փողով, իրանց ունեցածը փողն է, իրենք հոգևոր դաշտում ոչինչ չունեն, հոգևոր միտք չունեն, խոսք չունեն, դուք հլը մեր հոգևորներին լսեք, նրանց խոսքը լսեք, նրանց կոչը լսեք, նրանց արտահայտած բառերը, ճշմարտությունը նայեք դրանց մեջ, ու Նիկոլի ելույթը լսեք, վեժ անկապ, անմիտ, հասկանում եք տարբերությունը, չարի ու բարու էստեղից պետք է հասկանաս, չարը այդպես մանիպուլատոր է, իսկ բարու խոսքի մեջ միտք կա, էֆեկտ կա, չգիտեմ ինչ որ խորություն կա, հոգուն դիպչող բաներ կան, սա է բարու ուղղը, որտեղ նա Աստծուց է գալիս, իսկ նա չարից, իսկ չարը դատարկության փորձում է նմանակել, Աստծո խոսք ասել, Աստծո արտահայտություն անել, բայց նա արհեստական է անում, հոգի ունեցողը պիտի զգա, պիտի հասկանա չարի ասածն ու բարու ասածը, կարա գա այդ չարը նմանակի են բարուն, որպեսզի գողանա բարու մարդկանց, որպեսզի տանի, մոլորեցնի, քանդի, սա է չարի գործը այս աշխարհի վրա, իսկ չարի գործիկ դառածները սրանք են, որոնք Աստծո Հիսուս ասում է Հիսուսի հլես դու ով ես որ Հիսուսի մենակ թողես այ ոչինչ այ մեղքերի մեջ կորած այ Հիսուսին ուրացած Հիսուս կներես որ քեզ մենակ ենք թողել հլը այս ոչխարին նայ հլը սրա խոսացածը հլը սրա ուղեղը նայ այսինքն Հիսուսը մնացել էր այ ներքո հույսով դու ես մենակ, արա դու այ ոչ մի բան, որ գնացել ես դեմքով դեպի սատանա ու վախից հետ չես գալիս դեպի Աստված, ենքան մեղք ես գործը, որ վախենում ես դեմքով շրջում ես դեպի Աստված, սարսափում ես, որտև գիտես, որ պետք է պարտեժվես, դրա համար ես չես ուզում հետ գաս դեպի Աստված, գնում ես դեպի սատանա, սատանան քեզ տանում է, ասում է տես Աստվածը, քեզ կպատժի, արի ես քեզ կօգնեմ ու տանում է նոր մեղքերի մեջ, վերջի վերջո պետք է կանգ առնես, թե չէ ուր ես այտենց գնում, ինչքան պետք է
սատանայի հետևից գնաց, այդպես բերանը ծռվելու է, դեմքը ծռվելու է, մարմինը չորանալու է, որովհետև օր-օրի, ժամ-ժամի, ինչքան գնաց սատանայի հետևից, այդքան հյուծվելու ես, այդքան դառնալու ես ոչինչ։ Հələ հիշի ով ես եղել, ով ես դառել, 7 տարվա մեջ։ Հələ հիշի ինչքան մարդեր քեզ հավատում, ինչքան խաբեցիր։ Ու դու հələ չես հասկանում, որ դու ես սխալը։ Հələ հիշի ինչքան ես կողքդ կանգնածների դավաճանել։ Հələ հիշի ոնց է զինվորներին դավաճանել, սպանել առաջնագծում։ Այդքան մարդու ես խաբել, այդ հրապարակում հավաքված հավատով, հայրենիքի հզորացման, պետության, լավ գաղափարների հավատով հավաքված, ինչքան անմեղ, ազնիվ, նվիրյալ, հայրենասեր մարդկանց ես խաբել, ու հələ դու չես հասկանում, որ դու ես սխալն ու մեղավոր, ու հələ դու փորձում ես նրանք, ովքեր քեզ սթափության կոչ են անում, ասում են, արա կանգնի, մի գնա սատանայի հետևից, փորձում ես նրանց պիտակավորել, արհեստական ֆեյքեր բացել 12,000, զոհվածի մորը իր հայոյել տալիս, եռաբլուրում քարշ տալիս տանում է իր զոհվածի մորը, դու չէիր հասկանում, որ արա դրա պատասխանը դու ես տալու մի օր, ու հələ գալու է քո պատասխան տալու օրը, դու չես կարող, հասկացի ճշմարտության դեմ չես կարող, անզոր ես, սատանան քեզ այդպես կօգտագործի, հալասի կտորի տեղ, դու չխոլ ես դառնալու, չխոլ։ Այսօր քո հավաքած ժողովուրդը տես ու հասկացի, որակը տես քո հավաքած ժողովրդի։ Մտի մեջները մի հատ որակը ստուգի, հələ լրագրողները շրջում էին, տես ոնց են իրանց պահում, եկել են իբր հոգևոր, ուխտ երդ են անում, հələ սրանց խոսքն այն, եկել են ու ինչ բառապաշարով են խոսում, դուք այդեղ զգում ես արդեն այդ աուրայից, որ չկա հոգևոր ինչ-որ մի բան, որ հոգևոր տեղեր մտած լինեն, կհասկանան իրական հոգևորը որն է, դա ամբողջ էր մի հատ, դա ոչ թե հոգևոր արշավ, հոգևոր արշավները տենց չի լինում, մեկ-մեկ գնացեք այ մեր սուրբ հայ առաքելական եկեղեցու, հոգևոր երթերին մասնակցեք, աղոթքներին մասնակցեք, պատարագներին մասնակցեք, որ տարբերությունը հասկանաք, խորությունն ու տարբերությունը, ինչ ասեմ, ես մի բան կարամ ասեմ, սատանայի հետևից են գնում, չեն ուզում փոխվել, դա իրենք իրենց են ամենաշատը վնասելու, իհարկե նաև մեզ, մեր պետությունը, քանի որ վեր են ընկել այդ աթոռներին և պետությունն են ներքաշում, պետությունն են ուզում տանեն սատանայի հետևից, ազգին են ուզում տանեն, բայց մենք իրական քրիստոնյաներս, իրական հայերս պետք է պայքարենք, աշխարհի տարբեր ծայրերի հայերը պետք է այսօր փողի համար պայքարեն, համացանցում կլինի, որտեղ ուզում է լինի, և պիտի գա օրը, պիտի գա պետություն, որտեղ լայք հավաքողը չի լինելու դեմք, թելադրող, որտեղ բլոգերը, տիկտոկերը, չգիտեմ ով, օրնիկն ու անբարոյականը չեն լինելու, ինչ-որ գաղափարներ թելադրող, այլ լինելու են գործի մարդիկ, ապրանք ունեցող մարդիկ, վաստակ ունեցող մարդիկ, ինչ-որ բան կառուցած, բարոյական արժեքներ կրող մարդիկ, սա է, այս պայքարն է պիտի գա, որ փրկվի ազգը, բարոյականությունը պիտի տիրի երկրին, որ ազգը ապրի, իսկ անբարոյականությունը հեշտ է, բոլորին վարակել, մի վարակվածի տարթող 1000 առողջի մեջ, կվարակի բոլորին, շատ արագ, բայց այս 1000-ին բուժելու համար, ինչքան տարիներ քեզ պետք կգա, որ կարողանաս բուժես, իսկ այս վարակվածները այսօր, դուրս են գալիս ժողովրդի մեջ, քարոզչություններով, տիկտոկներում, ֆեյսբուքներում, ու վարակում են ամեն ուրեք, ամեն մարդու փորձում են վարակել տանել իրենց հետևից, դրա համար, առողջ մարդիկ, պետք է խոսեն, ու պետք է պայքարեն,
չպետք է վախկոտի պես նստեն ու սպասեն։ Սպասեն մինչև իրանց երեխեն էլ վարակվի գնա, իրենց հարազատն էլ վարակվի։ Պետք է կանխել այս ամեն ինչը, միասնական եւ այո 2026-ը շատ կարևոր ժամանակաշրջան է, շուտով ընտրություններ են սկսվելու։ Իմիջիայլոց ընտրությունների մասով ասած բան իր ամանորյա հաղորդում ասած ապագան հիշում եք որ ասում էի ապագա կա, ապագան եկել է, ապագան է սա 2026-ին էլ ժողովուրդը կգնա կքվեարկի մեր բերած իրենք են կարծում որ խաղաղություն են բերել խաղաղության, կպաշտպանի ժողովրդի իշխանությունը, իսկ իր տիկինը գրել է որ 2026-ը պետք է հայտարարել ոչ միայն կրթելու, այլև մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու մասին։ Խնդրեմ։ Իրենք, այո, դա լավ է, որ խոստովանեցին, որ ապագան սա է, թող ժողովուրդը տեսնի, այսինքն ինչ են խոստանում եւ հիմա ինչ են բերել։ Երբ որ մինչև ես ասում էին ապագա ենք բերում, լավ ապագա, շատ-շատերը մտածում են, որ իրոք պիտի բերի, բայց այսօր արդեն խոստովանում են, որ սա է, ժողովուրդ ջան, սա է, որտեղ կա 30% աղքատ մարդ, անտուն ընտանիքներ, սոված հացի կարոտ ընտանիքներ, որտեղ կան հազարավոր մարդիկ, որոնցից այսօր տներն են խլում, որտեղ քո բանկային համակարգը, տոկոսները, մարդկանց տները, հարկադիրները, պարկերի, վարկերի տակ ճռռում են նախկինից ավելի վատ տեսքով, որտեղ պետությունը 8 միլիարդ դոլարով արտաքին պարկ է վերցրել իր շալակը, ադրբեջանցուց են բենզին բերում, վաճառում քո վրա, ուրանում են քո հերոսների արյունը, գործը, ուրանում են քո 1.5 միլիոն նահատակներին, սա է, տեսեք, սա այսօրվա իրականությունը, այն ինչ որ 7-6 տարի ձեզ խոստանում էր Փաշինյանը, արդեն ասում է, որ սա է, հասկանում եք, սա է, որտեղ թոշակներն է ուզում կրճատի, ասում է 60 տարեկանը, այդ ինչ տարիք է, ուզում է հարգելի թոշակառուներ, տեսեք, հետո չասեք չեմ ասել, դա պետք է ոչ մի քվեկ չստանա, կկտրի, ազգային ժողովում նա այդ թողեց, որ հասկանա մի հատ ինչ արձագանք կստացվի, նա ուզում է 72 տարեկանից նոր տա թոշակ, քանիստ եք ապրելու 72, հələ մի հատ հաշվարկ անեք, եթե այդքան մարդու թոշակ կտրի, 72 տարեկանից նոր տա, ինչքան փողա դնելու գրպանը, իրա կինեն 8 միլիոն դրամանոց հագուստ հագնի։ Ժողովրդավարությունից խոսացող, ժողովրդի մասին մտածող, հասարակ լինող, գոնե քո ասած բառերից պետք է ամաչես, այդ կնոջդ վրա հաշվարկ էին արել, չգիտեմ, 8 միլիոն մենակ շորերն էր, ինչն էր, այնտեղ ականջողներ եւ այլ, դուք ով եք արա, դուք ինչ ունեք արած ստեղծած, ախր են ուրիշ մարդկանց էլ, որ պատերազմով են անցել, հող են ազատագրել, երկիր են պահել, այս մարդկանց էլ այնքան են մի հատ տուն կառուցելու, մի բան անել, բիզնես դնելու, բիզնեսներ են, անենց են սարքել բան, որ, ոյ, արա դուք ձեր թիմով այդ փողը, որ ընկնում է ձեր ձեռը, հիմա ով էլ նստի ձեռը փող ընկնում է, հասկանում եք, դուք առնում եք նարկոտիկ եք քաշում, ինչ որ մարդիկ են այդ փողը նարկոտիկի տեղ հյուրանոց են կառուցել, այսինքն փող են աշխատել, պետության տնտեսությունը զարգացել է, հիմա այն մարդիկ, որ օրինակ ասում են, այ Քոչարյանը այս ունի, այն ունի, չէ, լավ, այդ դուք չեք կարողանում Քոչարյանի ունեցածը, ստեղծածը, կառուցածը, թեկուզ իրան է օգուտ նաև գնում դրանից, բայց հարկ էլ է տալիս, տնտեսության համար էլ է լավ, դուք էդի չեք կարում այտենց ներեք, բայց ոնց եք կարում, ցելի Արցախ հանձնած, այդքան տղու սպանած, այդքան մարդու այսինքն դուք հասկանում եք այդ փոքր զանգված որ մնացել է, որ այտենց խոսում է, այս մարդիկ անձնական շահ ունեն, իրենց պետությունը հետաքրքիր չի,
ինքը անձնական քինախնդրություն ունի, հասկանում ես։ Ինքը մտածում է, որ այն ժամանակ վատ է ապրել, դրա մեղավորը ուրեմն հենց Քոչարյանն է։ Հասկանում եք, էս է մեր նախանձը, չարությունը, բայց մի հատ հլը դու քո միջից դուրս արի, մի հատ կողքից դիր քո պետությունը նայի, մի հատ նայի ուրիշ երկրների նախագահներ ոնց են ընդունել, ով է եղել ժամանակին, դուրսը քո հային ոնց են հարգել, հայ անունը ոնց է թնդացել աշխարհով մեկ, այդ քո անձնական շահը, այսինքն ավելի վեր ես դասել, քան քո պետությունն ու պետական շահը, դու էլի մարդ, դու էլի հայ իմ համար։ Եթե մի մարդ, մի հայ կարա իր փորը, իր գրպանը, իր անձնական շահը ավելի վեր դասի, քան իր պետությունը, իր պետության սահմանները, իր բանակը, ես այդ մարդուն ոնց կարամ հարգեմ, ասեմ, սա նորմալ հայ է։ Իսկ այդ տեսակ մարդիկ, որ պետության զարգացումը, պետության հզորացումը ստորադասում են իրանց գրպանի պատճառով, ես այդ տիպի մարդկանց չեմ հարգում, չեմ ընդունում, և հայ կոչվելու իրավունք նրանք չունեն, հայը իրական հայը, մի ճղած շորով էլ կապրի, ոնց որ պատերազմի ժամանակ ասում էին, Մոնթեն, Վազգենը, բայց այդ մարդը իր հայրենիքը ամենավերը կդասի, սոված կմնա, բայց ամենավերը կդասի։ Իսկ մնացած հետևությունը դուք արեք, սիրելի հայրենակիցներ, մի թողեք ձեզ խաբեն մանր բամբասանքներով, կեղծիքներով, խորը մտածեք և պետության տեսանկյունից մտածեք, որ հասկանաք ճիշտն ու սխալը։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ձեզ նույնպես։